Մենք խթանում ենք փոխկապակցվածության ծրագրեր եւ հսկայական գումարներ ենք ներդնում մեր ենթակառուցվածքներում, ասել է Արարատ Միրզոյանը Մարսելում մասնակցելով Հնդկաստանի եւ Ֆրանսիայի կազմակերպած համաժողովին։ Նա նշել է, որ մեր երկիրը կարող է նպաստել Ֆրանսիա-Հնդկաստան կապի իրացմանը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաեւ հարևանների հետ հարաբերությունների խնդրին։ Հայաստանը ունի 4 հարևան՝ Վրաստանը հյուսիսում, Իրանը հարավում, Ադրբեջանը արևելքում եւ Թուրքիան արևմուտքում։ Մենք գերազանց հարաբերություններ ունենք 4-ից 2-ի՝ Վրաստանի եւ Իրանի հետ, եւ մենք ջանում ենք կարգավորել մեր հարաբերությունները Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, այն ըմբռնումով, որ պատրաստվում ենք բացել սահմանները, հաստատել երկաթուղային կապ եւ նույնիսկ այս ծրագրի ենթակառուցվածքային մասին տվել ենք շատ կոնկրետ անվանում՝ խաղաղության խաչմերուկ։ Այսպիսով մենք ձգտում ենք Հայաստանի շուրջ ստեղծել խաղաղության եւ բարգավաճման միջավայր, որպեսզի օգուտ քաղեն ոչ միայն Հայաստանը, Ադրբեջանը, Թուրքիան, Վրաստանը եւ Իրանը, այլև ավելի լայն տարածաշրջանը։ Այսօր ավելի լայն փոխկապակցվածության ծրագրերը ներառում են նաև թվային կապակցվածություն, գիտելիքների կապակցվածություն եւ նորարարությունների կապակցվածություն։ Միրզոյանն ընդգծել է, որ այս ուղղությամբ եւս Հայաստանը ներդրումներ է անում։ Կան մի քանի նախադրյալներ եւ հավանաբար ամենակարևորն այն է, որ մենք ունենք մարդկային ռեսուրսներ, անհատներ, տաղանդներ, որոնք զբաղվում են այս ոլորտով։ Եվ երկրորդ, մենք ունենք էլեկտրաէներգիա, տվյալների կենտրոնների եւ ենթակառուցվածքների համար։ Նշեմ մեկ հետաքրքիր զուգադիպություն։ 2 օր առաջ մենք հայտարարեցինք Հայաստանում հսկայական արհեստական բանականության ծրագրի մեկնարկի մասին, ֆրանսիական Mistral-ի, Nvidia-ի եւ մի քանի այլ դերակատարների մասնակցությամբ, եւ սա միայն օրինակներից մեկն է։ Այսպիսով կրկին, երբ խոսում ենք արհեստական բանականության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այս ոլորտներում համագործակցության մասին, Հայաստանը 100%-ով անվտանգ հանգրվան է։ Անդրադառնալով խափանված մատակարարման շղթաների տնտեսական օգուտների խնդրին, Միրզոյանը նկատել է, եթե տնտեսական օգուտներն այն ամեն ինչի հիմքում են, ինչ տեղի է ունենում աշխարհում, ապա հավանաբար Եվրոպան պետք է շարունակեր գազ կամ նավթ գնել Ռուսաստանից։ Փոխկապակցվածության հարցում, եթե ամենահեշտ, ամենաէժան ճանապարհները պետք է լինեին առանցքային, ապա Հնդկաստանը պետք է կապվեր աշխարհի մնացած մասի արևմուտքի հետ Պակիստանի միջոցով, բայց դա տեղի չի ունենում։ Դրա համար պետք է լինի պատճառ։ Կա ինչ-որ բան տնտեսական օգուտներից զատ, կան աշխարհաքաղաքական շահեր։ Եվրոպան, Ֆրանսիան ցանկանում են ավելի մոտենալ Հնդկաստանին, եւ հակառակը Հնդկաստանը ցանկանում է ավելի մոտենալ Եվրոպային։ Քանի որ կրկին, եթե խոսենք տնտեսական օգուտների մասին, կան ավելի էժան եւ արդյունավետ ճանապարհներ։ Եթե խոսում ես ավելի մեծ ուժ դառնալու ցանկության եւ ձգտման մասին, ապա օվկիանոսում միշտ կան ավելի մեծ ձկներ։ Եկեք անկեղծ խոսակցություն ունենանք։ Կա Միացյալ Նահանգներ, կա Չինաստան, կա Ռուսաստան, նրանք բոլորը ռազմական առումով ավելի հզոր են, այդպես չէ։ Այսպիսով, միմյանց ավելի մոտ լինելու փոխադարձ ձգտման հետևում ես տեսնում եմ նաև Հնդկաստանի եւ Եվրոպայի աշխարհաքաղաքական ձգտումները, եւ ես տեսնում եմ ցանկություն ավելի մեծ խոսք ունենալ աշխարհաքաղաքական հարաբերություններում։ Եթե ցանկանում ենք վերակառուցել միջազգային կարգը եւ եթե Եվրոպան ու Հնդկաստանը ցանկանում են ավելի մեծ խոսք ունենալ այդ հարցում, ապա Հայաստանի նման որոշ երկրներ կարող են ցանկանալ աջակցել ձեզ այդ հարցում։ Իսկ եթե ոչ, ապա դա պարզապես ազդեցություն ունենալու կամ ավելի մեծ ուժ ձեռք բերելու ցանկություն է, եզրակացրել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը եւ բանաձևել. Հայաստանյան լուծումը, հայաստանյան պատասխանը առաջին հերթին, երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային, խաղաղության խաչմերուկն է։ Սա մեր ճանապարհն է։ Լիանա Խաչատուրյան, լուրեր։